Պարոն Խաչատրյան, ՀԱԿ-ը ինչու ներկա չէր մարտի 1-ի լսումներին եւ առհասարակ ինչ տպավորություն ստացաք այդ լսումներից։ Ներկա չլինելու պատճառը անկեղծ ասած տեղեկացվածությունն է ուղղակի, որտեղ մի քիչ տարօրինակ կարևոր թեմայի մասին իմ մոտ այն տպավորությունն էր, որ իրանք իրանցով ինչ-որ հարց են քննարկում ու լսումներն էլ շատ խորությամբ չեմ էլ տիրապետում ինչ է կատարվել այդ լսումների ընթացքում, բայց այնքանով ինչքանով որ ինձ ելույթները կամ ելույթ ունեցողները հայտնի են, ցավոք սրտի պիտի արձանագրեմ, որ նախընտրական միջոցառում էին կազմակերպել իշխող ուժի ներկայացուցիչները ու մարտի 1-ի հետ կապված կարևորագույն հարցերի քննարկում այդպես էլ ես տեղեկացված չեմ, որ տեղի է ունեցել։ Նայեք, նախկին քաղբանտարկյալների արդարացման հարց, փոխհատուցման հարց չկա։ Մարտի 1-ի կատարողների եւ կազմակերպիչների դատավարության հետ կապված հարց։ Կարծեք թե որևէ հասարակությանը օգուտ տվող տեղեկատվություն այդ մասով չի եղել։ Ընդհանրապես մեծ տպավորություն է, որ իրանք ընդդիմություն են, իշխանությունն էլ դեռ մնացել է 2008 թվականի իշխանությունը։ Դե այդպես պետություն չեն կառավարում ու մարտի 1-ի հարց չեն բացահայտում։ Ես ամեն տարի մարտի 1-ին գրառում եմ կատարում, որ այն իշխանությունը, որը չի բացահայտի մարտի 1-ը, ամբողջությամբ, հա, որ հասարակության մոտ հարց չմնա, թե ինչի եղավ ու ինչպես եղավ, բայց այն իշխանությունը, որը չի բացահայտի մարտի 1-ը, անկախ քվեների քանակից Հայաստանում չի կարող համարվել լեգիտիմ իշխանություն։ Որտեղ այսօրվա մեր այս բարքերի, հա, այս դեմոկրատիայի աղավաղման, այլանդակման, հա, այդ հետևանքը մարտի 1-ին տեղի ունեցածին։ Ու մենք այսօր շարունակում ենք այդ հետևանքները համ կրել, համ ավելի խորացնել։ Հիմա այնպես որ այդ միջոցառումը ես գնահատում եմ որպես նախընտրական միջոցառում, հերթական անգամ մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից շահարկման առարկա դարձնել, որոշակի դիվիդենտներ հավաքել։ Լավ, այնտեղ կան մի խումբ մարդիկ, ովքեր չեն հասկանում այդ իրենց այդ թեմայի շահարկվելն ու օգտագործվելը, բայց մեր հասարակության մեջ պիտի լինեին, չէ՞, մարդիկ, ովքեր որ պիտի ասեին, «Էս ինչ եք անում»։ Ես կարծում եմ, որ մարտի 1-ի համար նման միջոցառումները կարող էին լինել այն դեպքում, երբ որ նախաքննական մարմինը, դատաքննական մարմինը շատ կոնկրետ գործողություններ կատարեր մարտի 1-ի բացահայտման եւ դրա հետևանքների վերացման համար։ Հիմա մի հատ ծիծաղի բան է, էլի, դատախազը մտել է հակակոռուպցիոն դատարան, որոշ անձանցից այդ իրանց տված գումարը հետ բերելու համար, ռեգրեսիվ հայցը։ Էս ինչ է։ Այդ մարդիկ այլևս ճանաչվել են մեղավոր մարտի 1-ի կատարման, կազմակերպման համար։ Եթե այո, հրապարակեք դատավճիռը։ Ես ինքս 2008 թվականից ամեն առավոտ սպասել եմ այդ դատավճիռի հրապարակմանը։ Դե հրապարակեք այդ դատավճիռը։ Բայց եթե չեք հրապարակել, բայց եթե մեղավոր չեք ճանաչել, այդ ինչ գումարներ եք բանանում։ Է որ մուրճը ձերն է, բանը ձերն է, հա, այդ դատավորը, այդ փիլոնը ձերն է, ինչ վճիռ ուզենաք կարող եք հրապարակել, իրանք էլ կբողոքարկեն եվրոպական դատարան, մի այդ 600 միլիոնի վրա մի 300 միլիոն էլ հետ կդնեք, հետ կտակ այդ մարդկանց։ Այդ եղավ մարտի 1-ի բացահայտում։ Այս զավեշտ է ուղղակի, այս զավեշտ էլ չէ։ Այս ձեռ են առնում մարտի 1-ի բոլոր ուժողներին։ 50-ից ավել տղեր դեռ այդ խարանները ճակատին, որ զանգվածային անկարգություն են կազմակերպել, ոստիկանի են դիմադրել, դեռ այդ վճիռները ուսերին բան են անում, ապրում են այն հույսով, որ մի օր իշխանությունը, բայց պաշտոնապես նամակում դատախազը, գլխավոր դատախազը պատասխանել է այս պահին մարտի 1-ի գործերով դատական վերաբացումներ նպատակահարմար չենք համարում։ Էս է իրական մարտի 1-ի վիճակը։ Բայց կլինեն այդ վերաբացումները, նա կարող են Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին կամ մյուսներին կրկին հատկապես ընտրությունների շեմին նոր մեղադրանքներ։
Տեսեք, զուտ ընտրական իմաստով այո կլինեն։ Բացահայտման իմաստով, իրական բացահայտման, իրական այս գործի բովանդակային քննության, թե մեղավորներին պարզելու, թե անմեղներին արդարացնելու այդ բանի, իմ համար շատ կարևոր է արդարացումները։ Այս իմաստով այս քաղաքական իշխանությունը վստահաբար չի ունենալու այդ ցանկությունը, եթե մի ժամանակ ես խոսում եի իշխանության քաղաքական կամքից, ես հիմա խոսում եմ քաղաքական նպատակահարմարությունից։ Քանի դեռ, այսպես ասենք, նախկին իշխանությունները միս ու արուն են տալիս գործող իշխանությանը քվեներ հավաքելու գործում, այս հարցում բացահայտում չի լինելու։ Լինելու է ընդամենը պատեհ առիթների ժամանակ շահարկել, որպեսզի հասարակության մի մասի մոտ այդ դեմոնիզացիան շարունակվի ու խորացվի նախկինների նկատմամբ, մի մասի մոտ այդ վախը առաջանա նախկինների հանդեպ եւ այդ ապահովի իրենց նորանոր քվեներ։ Իսկ միեդի վճռին ինչ գնահատական կտակ։ Միեդի վճիռը այս էլ զավեշտներից մեկն է, որ միեդի վճռից հետո որևէ մեկը այդ վճռի իրական, ովքեր որ աշխատել են քրտնաջան, այդ մարդկանցից որևէ մեկին որևէ կերպ չանդրադարձավ եւ այնպիսի մարդկանց են շնորհակալություն հայտնում, որ չգիտեմ։ Այնուամենայնիվ այդ վճռի վրա շատ ջանք է գործադրվել։ Ապացուցողական ահռելի բազա է ուղարկվել եվրոպական դատարան եւ դրանք սպասելի վճիռներ էին։ Ասեմ ավելին, ես ավելի մեծ ակնկալիքներ ունեի։ Դատարանը մի փոքր մնացել է զուտ իրավունքի սահմաններում, թեև ես կարծում եմ, որ դի ավելի խիստ գնահատականներ հնչեին։ Այնուամենայնիվ դա խախտված իրավունքի վերականգնման ուղղված կարևորագույն քայլ էր եւ այդ վճիռներով, եթե չեմ սխալվում, 8 անձի վերաբերյալ այդ վճիռները հիմք են տալու հետագայում, երբ որ կլինի այդ քաղաքական նպատակահարմարությունն ու կամք ունեցող իշխանությունը, որպեսզի ավելի խորը ու բովանդակային քննություն կատարեն մարտի 1-ի գործով։ Ես բազմաթիվ անգամ կրկնել եմ, կարևոր չի ում կդատեն ու քանի տարի կդատեն, բայց կարևոր է, որ այդ գործով ամբողջական բացահայտում լինի։ Մեր հասարակությունը պիտի հասկանա մարտի 1-ի պատճառները եւ հետևանքները։ Այս ամենակարևոր բանն է։ Ճշմարտության բացահայտումն ամենակարևոր բանն է։